Հասարակության ձայնը մեր եթերում, հարթակ։ Բարի օր, եթերում հարթակ հաղորդաշարն է։ Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի հարթակ հաղորդաշարի մի քանի թողարկումը նվիրելու ենք սփյուռքահայ երիտասարդների խնդիրների քննարկմանը։ Հեռանկարային զարգացման կենտրոն հասարակական կազմակերպությունը սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության դրամաշնորհի ծրագրով իրականացրել է Երևանի պետական բուհերում սովորող սփյուռքահայ ուսանողների սոցիալական եւ կրթական կարիքների ուսումնասիրություն ծրագիրը։ Սփյուռքահայ ուսանողները Հայաստանում ուսանելու տարիներին բախվում են տարբեր սոցիալական խնդիրների հետ կապված ինտեգրվելու, ադապտացվելու, միջանձնային հաղորդակցության եւ ներգրավվածության հետ։ Ներկայումս Հայաստանում սովորում է 4000 ուսանող տարբեր համայնքներից։ Սրանք սփյուռքահայ ուսանողության խորհրդի տվյալներն են։ Այսօր անդրադառնալու ենք սփյուռքահայ ուսանողների սոցիալական խնդիրներին։ Քիչ անց տաղավարում իմ հյուրն է լինելու Երևանի պետական բուհերում սովորող սփյուռքահայ ուսանողների սոցիալական եւ կրթական կարիքների ուսումնասիրություն ծրագրի սոցիոլոգ Անահիտ Դավթյանը։ Իսկ մինչ այդ առաջարկում եմ լսել ռեպորտաժը այն մասին, թե ինչպես են ապրում մեր հայրենակիցները Հայաստանում։ Վարդգես Կերչիկյանը ծնվել է Սիրիայում։ Բնիկ քեսապցի եմ, ապրում եմ Լաթաքիայում։ Անցած տարի սեպտեմբերին եմ եկել Հայաստան։ Թեպետ զգուշացրել էին, որ հեշտ չի լինելու, ասում են նա։ Վարդգեսն արդեն ուսանող է, սովորում է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետում։ Ես տեսնում եմ, որ հայրենիքն ունենք, որ պոտենցիալ ունի, բայց բարձրապես չենք կարողանում օգտագործենք այդ պոտենցիալը։ Եվ հույսով եմ, որ ավելի լավ երկիր կունենանք, անկախ նրանից մարդիկ ինչ են խոսում։ Կամ մենք կսարքենք, կամ մենք կքանդենք։ 9 ամիս առանձին եմ ապրել, հետո մայրս քույրս եկան Հայաստան։ Մի քիչ դժվար է լինում, բայց այս են պայմանները։ Վարձով ապրելը խնդիր է, բայց եթե որ ասես խնդիր է եւ լուծում ինչին է այս, մինչեւ վերջ խնդիր էլ կմնա։ Մայրս արդեն վերնիսաժում սեղան ենք բացել, մի քանի օր եղավ։ Ուզում եմ չգնամ, ուզում եմ Հայաստան մնամ։ Մենակ բիզնեսի կողմն է։ Հայաստանի ինչ որ տեսա, մենակ էկոնոմիկան է, որ մի քիչ ավելի լավ է, թեպի լավ երթալ, ոչ թե թեպի դեղ քայլանել։ Վարձով բնակվող Վարդգեսի ընտանիքը Հայաստանում ստիպված է ամեն ինչ սկսել զրոյից։ Սիրիայում սեփականություն ունենալը նորմալ բան էր, որ մեկը սեփական տուն ունի, սեփական խանութ ունի, դա միջին տասակարգ կհաշվի։ Ոչ մեծահարուստ, ոչ էլ աղքատ, բայց ստեղ որ արդեն իմանան դու երկու խանութ ունես, իրանք կգարձեն, որ դու ինչ որ մեծ բան է եղել Սիրիա։ Մենք երկու հատ խանութ ունեինք, բայց քաշ չի գար, ամեն ապրանքի վրա դրվել էր։ Արդեն որ դադարեցավ գործը, այլ գործ չկա, ապրանքը մնաց։ Քեսավ էլ խանութ ունեինք, դա վարձով էր, բայց որ մտան թալանելու արդեն ապրանք չի գար։ Խանութ էլ չի գար, վարել էին։ Սաթենիկ Մաթոսյանն էլ Ախալցխայից է կրկին ապագա դիվանագետ։ Նա ապրում է բարեկամուհու տանը ու նրա ընտանիքն է հոգում իր ծախսը։ Ինչ է անելու ավարտելուց հետո Սաթենիկի համար դեռ հստակ չէ, սակայն մտադիր է մնալ Հայաստանում։ Մտածում եմ, որ կարող այդ որ ասում են անպայման աշխատենք արտգործնախարարությունում, բարձր պաշտոններ կամ անպայման դառնանք դեսպան, ինձ թվում է այդ ինչ որ չափով առաջնային խնդիր չպետք է լինի։ Նախ առաջինը պետք է կայանաս քո մասնագիտության մեջ, հետո նոր աշխատանքի առումով մտածես։ Արսեն Նազարյանի ընտանիքը վերադարձել է Ռուսաստանից։ Նա արդեն ավարտել է Հայաստանի agrarային համալսարանը։ Դրսից եկած ուսանողները միշտ էլ ունենում են դժվարություններ, ասում է նա։ Ես գնալու Ռուսաստան դաշնություն, հետո հետ գալու Հայաստան գալու այսպես, կարելի ասել, նկատում եմ, որ հիմնական է ուսանողները, երբ որ գալիս են այստեղ, սփյուռքի ուսանողները, այսօր ընթացքում մի քիչ խնդիրներ են ունենում, թե ասած շարակերտավ օր, առաջինը չեն կարող գտնել իրենց, ինչպես ասում են, իրենց ապսի մեջ տվյալ բուհում, կամ իրենք դրսի եկած են, այստեղ բարքերին շատ չգիտեն։ Արսեն Նազարյանի համար խնդիրը երիտասարդների արտագաղթը։ Ռուսաստան դաշնությունը ես կարելի գնալ, վերապատրաստվել, այնտեղի բարքեր իմանալ եւ գալ, փորձել այդ քո ինտերնետ սորացը, գիրարես քո Հայաստանյան նախ քո երկրի ներսում, քո տնտեսության ներսում, թե կառավարման ոլորտում, թե տարբեր ոլորտներում, փորձես քո երկրը ավելի հզորանալ։ Շատ երիտասարդներ կան, որ գնում են Ռուսաստան դաշնություն, ասում են, «Էլ այլնիկ չունենք, սենց, գնում են այնտեղ են ամուսնանում են, ստեղծում են ընտանիքը եւ մոռանում են կամաց իրենց հայրենիքը։ Ես չէ, ինձ ծնողներս դասերակել են, ուր էլ գնաս, ինչ էլ գնաս, չմոռանաս քո հայրենիքը, քո հողը եւ քո ջուրը։ Էմմա Կոստանյանը Միացյալ Նահանգներում ապրել է մինչև 7 տարեկանը։ Նրա ընտանիքը 2010-ին է վերադարձել Հայաստան եւ հիմա Էմման Երևանի պետական համալսարանի ուսանող է։ Երբ լսում եմ երիտասարդները ասում են այստեղ ընդհանրապես հնարավորություն չկա ապրելու, միշտ նյարդայնանում եմ, որովհետեւ եթե մարդու մտքին տեղն լինի, ամեն ինչ կարող է ստեղծել եւ երկիրը կբարգավաճի հենց դրա շնորհիվ։ Քանի որ մեր երիտասարդությունը, ինչպես տեսնում եք, ավելի առաջ է գնում եւ այդ պայքարը եւ ցանկությունը սովորելու եւ ընդհանրապես
ընդհանրապես մարդ դառնալու եւ հաստատվելու ավելի է ուժեղանում։ Էմմայի համար ամենամեծ խնդիրը եղել է միջավայրին համակերպվելը։ Մի քիչ համակերպվելու հետ խնդիրներ կան, քանի որ այստեղ հիմնականում ծնված ապրածները լրիվ ուրիշ է մտածելակերպը եւ արտասահմանում ծնվածների մտածելակերպն է ուրիշ, այստեղ օրինակ ես ոնց հասկացել եմ, տարբեր տեսակի երաժշտություն լսել հնարավոր չէ եւ ուրիշներին, որ ասում ես դու այս ձևի երաժշտություն ես լսում, իրանք արդեն ավտոմատ մտածում են, որ դու ինչ որ բնակավարի հետ կապ ունես, դու ինչ որ տարբեր մտածելակերպի տարօրինակ ինչ որ այլ մոլորակային ես ու ոնց որ արդեն քեզ ուրիշ աչքով նայեն։ Մտածում են, որ աղջիկները ընդհանրապես այստեղ ես ոնց հասկացա, պետք է լինեն սուսիկ-պուսիկ, ընդհանրապես իրենց ձայնը չի կարող բարձրանալ, բայց եթե քո իրավունքներն ես դու պաշտպանում, եթե դու ինչ որ ասելիք ունես, դու կապ չունես սեռը ընդհանրապես։ Երևանի տնտեսագիտական համալսարանի երկրորդ կուրսի ուսանող Ժորժինո Հաճարը եկել է Սիրիայից։ Նա ուսումը համատեղում է աշխատանքի հետ, քանի որ ապրում է վարձակալած բնակարանում։ Նրա համար շատ բան հասկանալի չէ Հայաստանում, սակայն փորձում է հարմարվել նոր միջավայրին։ Մինչև հիմա չտեսա ինչ որ առանցին տղա կամ ինչ որ մեկը պիտի ապրի Հայաստանում, իր կորձից ինքը կամ իր ինչ որտեղ ինչ որ աշխատում է, իր աշխատանքից գարա դունի վարձք դա առանցին մենակ կամ ինչ որ դունի համասարանի վարձքը։ Որովհետև աշխատավարձերը ընդհանրապես նեն չեն ոնց որ օրինակ Սիրիայում, օքեյ, $200 մեկը կդա, բայց էժանություն կա։ Բայց այդտեղ ոչ տան կա ամեն ինչ եւ միևնույն ժամանակ վարձատրությունը լավ չի։ Այո, իմ կարծիքով պետք է մեկը սեփական բիզնես ունենա, բայց ոնց որ ասեցին, ընդհանրապես ամեն մարդ կասի, որ մի քիչ դժվար է այստեղ, բայց ես չեմ պատկերացնում, որ հնարավոր չի մեկը մի բան անի այստեղ։ Ամեն երկիր իր ֆաբրիկ բանալը մի քիչ դժվար է, այդ հեշտությամբ չի, բայց ինչ որ կարա մեկը մի բան անի։ Բայց դա պիտի հասկանա ոնց է այստեղ երկիրը ոնց է, ինչ կարա անի, ինչ չի կարա անի, ինչն է ընդունված, ինչ է ընդունված չի։ Հալեպից 2.5 տարի առաջ էլ Սեթրակ Դարաքչյանի ընտանիքն է եկել։ Սիրիահայերից քչերը կարող են սեփական բնակարան գնել։ Նրա ընտանիքն էլ է բնակարան վարձակալել ու նրանց դեռ չի հաջողվել սկսել սեփական գործը։ Այսօր աշխատելու համար իմ մասնակցությունը մի քիչ դժվար է, որովհետև ասենք ուղղակի հնված է ռոբոտների վրա։ Ես կիրառական մեխանիկ, ասենք մեխատրոնիկ մասն եմ ավելի։ Իմ երազանքս իդեալական երազանքը որ անձնական գործ հիմնելն է այդ ոլորտի մեջ, ինչպես որ իմ բաբաս ունի, ոչ թե ռոբոտների, բան, ասենք գործարան ունենք, ես ուզում եմ նրան մի բան հիմնել այստեղ։ Մեր հայրենակիցներն ասում են, որ ցանկանում են մնալ Հայաստանում եւ ներդրում ունենալ երկրի զարգացման գործում, սակայն մինչեւ այդ նրանք ունեն մեր աջակցության կարիքը։ Հանրային ռադիոյի եթերում շարունակվում է Հարթակ հաղորդաշարը։ Այժմ իմ հյուրը Երևանի պետական բուհերում սովորող Սփյուռքահայ ուսանողների սոցիալական եւ կրթական կարիքների ուսումնասիրություն ծրագրի սոցիոլոգ Անահիտ Դավթյանն է։ Բարի օր, Անահիտ։ Բարև ձեզ։ Անահիտ, նախ առաջ խնդրում եմ ներկայացնել, թե որն է այս ծրագրի նպատակը։ Մինչ բուն ծրագրի նպատակին անդրադառնալը, հարկ եմ համարում նշել, որ մեր կազմակերպությունը, այսինքն Հեռանկարային զարգացման կենտրոնը, սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարության կողմից հայտարարված առցանց դրամաշնորհային ծրագրի շրջանակներում շահել է դրամաշնոր, որի շրջանակներում էլ իրականացնում է հենց այս ծրագիրը։ Նախ ասեմ, որ Հեռանկարային զարգացման կենտրոնը տարբեր գործունեություն է ծավալում իր հիմնադրման օրվանից, սակայն առցանց դրամաշնորհային ծրագրին դիմելով առաջին անգամ ծրագիրը դիտարկվեց որպես մեկնարկային եւ չնչին գումար հատկացվեց ծրագրի իրականացման համար եւ կենտրոնը իր իսկ ռեսուրսներով, ինչպես մասնագետների առումով, այնպես էլ ֆինանսական ռեսուրսներով մեծ ներդրում ունեցավ ծրագրի իրականացման հարցում։ Անահիտ, ինչպես առաջացավ գաղափարը հենց այս հարցի շուրջ կատարել ուսումնասիրություն։ Կային դրա համար ինչ-որ նախադրյալներ։ Մեր կառույցը հետաքրքրված է ընդհանրապես հայկական Սփյուռքով, Սփյուռքի հայ գաղթօջախներում հայերի տարածված լինելով, քանի որ մենք ունենք մեծ Սփյուռք, իսկ ինչու հենց ուսանողություն, որովհետև պետության զարգացման գործում կարևոր դեր ունեն հենց ուսանողությունը։ Հենց ուսանողությունն է երկրի զարգացմանը խթանող մարդկային կարևորագույն ռեսուրսը, եւ միաժամանակ նրանք են երկրի սոցիալ-տնտեսական եւ տեխնոլոգիական նորարարության ոլորտներում փոփոխությունների իրականացնողները։ Դրա համար Հեռանկարային զարգացման կենտրոնը ձեռնամուխ եղավ իրականացնել հենց այս հետազոտությունը։ Անահիտ, իսկ կարող եք ասել, նմանատիպ այլ ուսումնասիրություններ եղել են, նախադեպ կա, թե սա առաջին անգամ է իրականացվում։ Հայկական Սփյուռքի վերաբերյալ կան տարբեր սոցիոլոգիական հետազոտություններ, սակայն ուզում եմ նշել, որ այդ հետազոտությունները ոլորտային են, այսինքն ուղղված են հենց կոնկրետ խնդրի բացահայտման։
Առավել ամբողջական սոցիոլոգիական ծրագիր իրականացրել է հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնը ինչպես 2014, այնպես էլ 2015 թվականներին։ Ծրագիրը նվիրված է եղել Հայաստան Սփյուռք ազգային կապիտալի բացահայտում, կարիքների գնահատում թեմային, որի շրջանակներում պարզ է դարձել, որ սփյուռքահայերը, մեր հայրենակիցները այստեղ ունենում են տարբեր խնդիրներ, կապված ինտեգրվելու հետ, ադապտացվելու հետ, ինչպես նաև այստեղի կյանքին հարմարվելու հետ։ Դրա համար մեզ մոտ ցանկություն առաջացավ կատարել այս ուսումնասիրությունը, դիմել դրամաշնորհի համար, մեզ հաջողվեց այդ անել եւ այժմ իրականացման վերլուծական փուլում է ծրագիրը։ Այսինքն խնդիրները բավականին արդիական են եւ հիմնված են հենց հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի նախկինում արդեն կատարված հետազոտությունների հիման վրա։ Այո, խնդիրները արդիական են եւ հենց հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի տվյալները հիմք հանդիսացան, որպիսի մենք ուշադրություն դարձնենք տվյալ դեպքում սփյուռքահայ ուսանողների խնդիրներին Հայաստանում սովորելու տարիներին եւ պարզենք, թե որոնք են այն գործոնները, վանող եւ նպաստող այստեղ սովորելու տարիներին, որոնք առաջանում են ուսման process-ում։ Իսկ այս ամբողջ ընթացքում ինչ մեթոդաբանություն եք իրարվել, որ մեթոդներով եք աշխատել։ Հետազոտությունը անց ենք կացրել սոցիոլոգիական մեթոդաբանությամբ, իրականացրել ենք ֆոկուս խմբային քննարկումներ սփյուռքահայ ուսանողների հետ, այսինքն Սփյուռքի տարբեր գաղթօջախներից այստեղ սովորող ուսանողներին հավաքել ենք մեկ վայրում եւ իրականացրել ենք քննարկումներ նրանց խնդիրների վերաբերյալ, ինչպես սոցիալական խնդիրների, այնպես էլ կրթական խնդիրների վերաբերյալ, իսկ թե ինչպես ենք հավաքել սփյուռքահայ ուսանողներին, դա շատ բարդ գործընթաց էր, որովհետև մեզ ոչ մի կառույց չէր տրամադրում կոնտակտներ որպես այդպիսին եւ մենք ստիպված ենք եղել բու առ բու գնալ եւ գտնել սփյուռքահայ ուսանողներին, հետագայում կապ հաստատել նրանց հետ եւ հրավիրել մեզ մոտ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն սփյուռքահայ ուսանողներին, առանց որոնց մասնակցության անհնար կլիներ իրականացնել այս հետազոտությունը։ Անայդ, իսկ արդյոք սփյուռքահայ ուսանողները հետաքրքրված էին, երբ որ ձեր առաջարկը եղավ, նրանք հետաքրքրված էին, ցանկություն կար մասնակցելու։ Սփյուռքահայ ուսանողները շատ հետաքրքրված էին, մեծ սիրով մասնակցում էին քննարկումներին։ Մերժումների հիմնական պատճառը այն էր, որ տվյալ ժամին իրենց մոտ դասաժամ էր եւ չէին կարող բացակայել դասաժամից։ Մյուս դեպքերում սփյուռքահայ ուսանողները մեծ սիրով մասնակցում էին, ներկայացնում իրենց խնդիրները, հետագայում ցանկություն հայտնելով համագործակցել կառույցի հետ։ Իսկ ո՞րն է եղել ծրագրի թեմատիկ ծածկույթը։ Ծրագիրը առանձնացնում էր թեմատիկ ծածկույթներ, որոնցից մեկը պետք է ընտրեր կազմակերպությունը, եւ մենք ընտրեցինք հենց աշխատանք սփյուռքահայ երիտասարդների հետ, երիտասարդական ուսումնասիրություններ թեմատիկ ծածկույթը։ Իսկ արդյոք ծրագրի նպատակն ու խնդիրները համապատասխանում են Սփյուռքի նախարարության սահմանած գերակայություններին։ Այո, իհարկե համապատասխանում են։ Նախ, եթե չհամապատասխանեին Սփյուռքի նախարարության հայտարարած գերակայություններին, կարծում եմ հետազոտությունը չէր շահի եւ չէր իրականացվի։ Սփյուռքի նախարարությունն էլ ունի հռչակած գերակայություն սփյուռքահայ ուսանողների խնդիրների լուծում, բարձրաձայնում նման թեմայով։ Իրականացվել է բավականին լուրջ աշխատանք, բայց չեմ կարծում, որ սա այն ամենն է, ինչը անհրաժեշտ էր։ Բնականաբար մնացել են դեռ բացեր, մնացել են դեռ քննարկվելիք հարցեր եւ խնդիրներ։ Ինչ ազդեցություն եւ շարունակություն է ունենալու ծրագիրը։ Ես այսօր չեմ կարող ամբողջական վերլուծություն ձեզ ներկայացնել, սակայն ծրագիրը մեծ ազդեցություն կարող է ունենալ Սփյուռքի նախարարության, ինչպես նաեւ մյուս կառույցների աշխատանքներում, ովքեր զբաղվում են հենց սփյուռքահայերով եւ ոչ միայն ուսանողներով։ Դրա համար ծրագրի վերլուծական արդյունքների հիման վրա կտպագրվեն գրքույկներ, որոնք կհանձնվեն այն կառույցներին, ովքեր աշխատանք են իրականացնում սփյուռքահայերի, ովքեր աշխատանք են իրականացնում սփյուռքահայ ուսանողների եւ մյուս սփյուռքահայերի հետ, հատկապես սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը, Սփյուռքի նախարարությունը, սփյուռքահայ ուսանողների խորհուրդը, Դեպի Հայք, Զարգացում սոցիալական շարժում, AGB Armenia, Սիրիահայ ուսանողների հիմնախնդիրներից զբաղվող խորհուրդ եւ նմանատիպ կառույցներ, կարծում եմ սա հնարավորություն կտա բարձրացնել սփյուռքահայ ուսանողների հետ տարվող աշխատանքները։ Եվ կարծում եմ սա շատ կարևոր է, որովհետև չկար նման փաստաթղթային, այսինքն կոնկրետ տվյալներ, որոնք հետագայում կարող են շատ կարևոր լինել, այսինքն կա արդեն թուղթ, որի վրա գրված է կոնկրետ խնդիրներ, որոնք այսօր առկա են սփյուռքահայ երիտասարդության շրջանում։ Իհարկե, մինչ այս չի եղել նմանատիպ փաստաթուղթ, իսկ մենք պատրաստվում ենք տպագրել գրքույկներ եւ սփյուռքահայ ուսանողների ձայնը հասանելի դարձնել համապատասխան մարմիններին։ Անահիտ, այսքան ուսումնասիրությունների արդյունքում ինչ կարևոր խնդիրներ եք հատկապես առանձնացրել, որոնք են դրանք։ Նախ ասեմ, որ ծրագիրը դեռ վերլուծական փուլում է։ Հիմնական խնդիրները, որոնք այժմ կարող եմ նշել, դա վարձավճարների հետ կապված խնդիրն է, այստեղ բնակություն հաստատելու խնդիրն է, լեզվի խնդիրն է, ինչպես նաև հոգեբանական խնդիրներ կան ուսանողների մոտ, այստեղ հարմարվելու, ինչպես համակուրսեցիների, բնակիչների, այնպես էլ դասախոսների հետ։ Լավ, իսկ հիմա փորձենք անդրադառնալ սփյուռքահայ ուսանողների բացառապես սոցիալական խնդիրներին, որ հարցերն են, որ առավել ցավոտ են նրանց համար։
Սփյուռքահայ ուսանողների համար շատ առավել ցավոտ է առաջնային ուսման վճարի հարցը, քանի որ նրանք ի տարբերություն տեղացի ուսանողների վճարում են շատ ավելի բարձր վճար։ Նաև նրանք ունեն մեկ այլ խնդիր, մրցակցության համակարգից նրանք չեն կարող օգտվել, այսինքն չեն մասնակցում ռոտացիայի։ Սփյուռքահայ ուսանողը, եթե նույնիսկ սովորում է գերազանց, նա հնարավորություն չունի սովորելու անվճար կամ օգտվել ինչ-որ զեղչից։ Եվ մեկ այլ խնդիր, սփյուռքահայ ուսանողների համար պետությունը տրամադրում է անվճար տեղեր, սակայն դրանք ուղղված են զուտ հայագիտական ամբիոններին։ Այսինքն, եթե սփյուռքահայ ուսանողը գալիս է եւ ուզում է սովորել սոցիոլոգիայի ֆակուլտետում, նա չի կարող անվճար սովորել։ Այսինքն նրանք նշում են, որ անհավասար պայմաններ են ստեղծված։ Նրանք նշում են, որ սա անարդար է, քանի որ սփյուռքահայ ուսանողը սովորելով շատ ավելի լավ, քան տեղացի ուսանողը հնարավորություն չի ունենում օգտվել անվճար համակարգից։ Առաջին հայացքից սա պարզ խնդիր է, սակայն ավելի խորքային արմատներ ունի, որը հենց նրանց մոտ առաջացնում է նաև հոգեբանական խնդիրներ։ Անայ, դուք աշխատել եք բազմաթիվ սփյուռքահայ ուսանողների հետ, զրուցել եք նրանց հետ, հետաքրքիր է, այսքան խնդիրներից հետո արդյոք նրանք պատրաստվում են մնալ Հայաստանում եւ որ մասն է արդյոք պատրաստվում մնալ, եթե ուզում են գնալ, ապա ինչու են ուզում գնալ, ինչ են ասում նրանք այս հարցի շուրջ։ Սփյուռքահայ ուսանողների մոտ ցանկություն կա այստեղ մնալու, սակայն նրանք անընդհատ նշում են երկրի սոցիալ-տնտեսական վատ վիճակը եւ եթե խոսում են նույնիսկ վերադառնալու մասին, ցանկանում են գնալ եվրոպական երկրներ։ Օրինակ, Վրաստանից մենք ունենք շատ ուսանողներ այստեղ սովորող, ովքեր երբ խոսում են գնալ մնալու մասին, եթե մնում են Հայաստանում, եթե ոչ ցանկանում են գնալ ոչ թե Վրաստան, այլ որևէ եվրոպական երկիր, քանի որ նշում են, որ այստեղ ապագա չկա։ Ուզում եմ նաեւ նշել, որ ուսանողները դժգոհում են կրթության որակից, նշելով, որ իրենք այլ սպասումներ ունեին այստեղի կրթական համակարգից, սակայն այստեղ սովորելու տարիներին բախվում են խնդիրների, նշելով, որ չի համապատասխանում ժամանակակից ստանդարտներին։ Օրինակ, ինֆորմատիկայի դասերը նշվում է, որ անցկացնում են գրատախտակի վրա, որը ծիծաղելի է մեր օրերում։ Այսինքն կարող ենք եզրակացնել, որ եթե այս խնդիրները լուծում ստանան, սփյուռքահայ ուսանողները հաստատ չեն թողնի Հայաստանը եւ մեծ հաճույքով կապրեն այստեղ։ Կարծում եմ, այո, մենք այս հարցում շատ մեծ գործ ունենք անելու։ Նաև սփյուռքահայ ուսանողները ունեն այստեղ մնալու խնդիր, նրանք բնակվում են Վարչով, նշելով, որ այստեղի սոցիալ-տնտեսական առանցային էլ վատ պայմաններում վճարում են բարձր ուսման վարձ, ինչպես նաև բնակության վարձ։ Կարծում եմ, եթե այս խնդիրները լուծվի, մենք հնարավորություն կունենանք այստեղ տեսնելու ավելի շատ սփյուռքահայ ուսանողներ։ Ինչ ուղիներ են նրանք տեսնում այս խնդիրների լուծման համար, առաջարկել են ինչ-որ տարբերակներ։ Այս խնդիրների լուծման հետ կապված սփյուռքահայ ուսանողները նշում են, որ շատ ավելի լավ կլինի, որ այստեղ ինչ-որ բան փոխվի, որ այստեղի բնակիչները չբողոքեն, որ իրենք էլ այստեղ գալով հասկանան, որ ամեն ինչ լավ է, քանի որ հաճախ են նշում, որ իրենց հաճախ հարցնում են. ինչու եք եկել, այստեղ ինչ կա, այստեղ ապագա չկա, ինչի եք եկել, մինչդեռ նրանք Սփյուռքում դաստիարակվում են Հայաստանի մասին լրիվ այլ պատկերացումներով եւ գալով այստեղ հիասթափություն է առաջանում իրենց մոտ։ Անայդ, արդյոք այդ շփումների ընթացքում ինչպիսին է եղել մթնոլորտը, դուք որպես մասնագետ, ձեր գոլեգաները, ինչ տպավորություն եք ստացել սփյուռքահայ ուսանողներից եւ արդյոք այդ էմոցիոնալ զգայական դաշտը եղել է։ Մթնոլորտը ասեմ, որ շատ ջերմ է, ես չէի պատկերացնում, որ կլինի այդպես։ Ես կոնկրետ շատ սփյուռքահայ ուսանողների հետ արդեն ընկերացել եմ հենց այդ հանդիպումներից հետո, շատ հետաքրքիր մարդիկ են։ Քննարկումների ժամանակ նույնիսկ ես հազիվ էի զսպում, որպեսզի լաց չլինեմ։ Ես ինքս եմ անցկացրել քննարկումները։ Սփյուռքահայ ուսանողները շատ ջերմ, շատ լավ պատկերացումներ ունեն Հայաստանի մասին, չնայած այստեղ առաջացող խնդիրներին, այնպես որ ամեն դեպքում սիրում են հայրենիքը եւ ջերմությամբ են լցված նրանք։ Ամեն դեպքում սիրում են հայրենիքը եւ հաճախ են նշում, որ իրենք շատ առավել հայրենասեր են, քան այստեղի հայերը։ Դե ինչ Անայդ, շնորհակալություն այսօր մեզ հյուրընկալվելու համար, հետաքրքիր եւ օգտակար ինֆորմացիայի համար եւ հուսանք, որ ինչ որ ժամանակ անց թեկուզ եւ այսպիսի հաղորդումների եւ ձեր կատարած աշխատանքի շնորհիվ կկարողանանք դրական փոփոխություններ տեսնել եւ տեսնել շատ ավելի սփյուռքահայ ուսանողներ Հայաստանում։ Հույս ունեմ, շատ շնորհակալ եմ հյուրընկալելու համար։ Մեր հաջորդ թողարկման ընթացքում շարունակելու ենք Երևանի պետական բուհերում սովորող սփյուռքահայ ուսանողների սոցիալական եւ կրթական կարիքների ուսումնասիրության թեման։ Ավելի կոնկրետ ներկայացնելու ենք նրանց կրթական խնդիրները։ Ակնհայտ է, որ մեր հայրենակիցների համար հեշտ չի ամեն ինչ սկսել զրոյից։ Նրանք ունեն եւ հասարակության եւ պետության աջակցության կարիքը։ Իսկ այսօր ավարտվեց հարթակի հերթական հաղորդումը։ Մենք կրկին կհանդիպենք հաջորդ շաբաթ ժամը 13-ին։ Ձեզ հետաքրքրող հարցերը կարող եք ուղղել մեզ գրելով Facebook-յան մեր էջին։ Եվ հիշեք, մենք կարևորում ենք յուրաքանչյուրի կարծիքը։